Ոստը մնոք չկա խանութները, սամսեմ կանգնած են մեր խանութները, հատուկը ծանգածած խանութը նայ, ամեն ինչ կա, բայց առնող չկա։ Հարգերը ոչինչ, նեղված կապրիկ, բայց կնվճարին։ Հա, դիկետության հարգը, հավարք ես վերցրել։ Հա, ինքուր այ ծանր էր ջարների ժողորդի։ Վարկեր են ունեն։ Հəbə չունին, առանց վարկ, ամեն ինչ եմ։ Որոշել եք ու նոխտիների դուք Հədə հələ ատենdik երկու ամիս կա, ընտանիք է, պիտի որոշենք, կացենք, քաշենք, որն է լավ, որն է վատ, որն ինչ է, առավոտոր հակուստ է, հակուս հայլուտ է, մգնայես, որն է լավ, որն է վատ, չէ։ Գիտես ինչ, ես պես կպատկերացնեմ ժողովրդին գործարանեղնի, աշխատի, ամսական իր աշխատանքի քանակը գիտենա թե ինչ կառնի, որ այդ փողով իր տնտեսությունը շահի, պայի, տեսենք թե անգ Ջայել հարս է գնացել է հոկտեմբերյան 5000-ով խոտ պդի հավաքի, չագիր, ադիք ինչ է աղթիկ ջան։ Այստեղից գնում են հոկտեմբեր։ Հա, ավտոբուսները նստին կերտան, դեր Ջայել հարսները։ Իսկ առաջ գործարաններ բան եղել, հա, լրիվ, այս սովետի ժամանակ մենք լավ կարի գործարան ենք ունեցել, մենք լավ վակումայնի գործարան ենք ունեցել, մենք լավ ամեն ինչ եղել է մեր արտիկում գործարաններ, չոլոշնի ենք ունեցել, ամեն ինչ այնպես որ ժողովուրդը վատ չի ապրել, լավ է ապրել, քանի որ իր աշխատավարձի հույսով ապրել է ամեն ինչը։ Իսկ մի մարդիկ օրում ունին, օրում չունին, ամեն ինչը թանկացում, ինչ είναι մարդը։ Պետք է աշխատանքի անի, չէ, որ աշխատի իր գոհությունը պայ։ Համիստեղ դու 3 ժամ կանես, հակոստի խանութների մարդ չմնի։ Մարդիկ իրանց են եդեն կծե, բերել են, ներել են, մի մարդ չկա, առևտուր չկա։ Գոնե տան գազի լույսերը մարեն, հարգերը մարեն, բդիրնի չէ, դունդ պայես, ժամանակին նեղված ապրել ես, ասոնք բերել, եդես կծե որ հմի ապրիս, բայց առևտուր չկա, այդ չիդեմ ինչ, բերենգը, ստեղ մեքենայով կանիգը, կանչենք ժողորդին, հաշվենք ու դա։ Մի խոսքով այդ on-line առևտուրը վնասել է մեզ։ Շատ, ժողովրդին շատ է վնասել, շատ չափից դուրս։ Հիմի թե այդ հակուստը օրում քակնի, ներգոր քակնի, երկոր նաղդի անունը օրային է։ Դու քանի տարի եք առևտրով զբաղվում։ 35։ Սենց ված չի եղել։ Չէ, ասպես պատմությունս առաջի անգամ է։ Այս մեկ տարի մեկ համարի աշխարհի on-line-ները բացվել են, այստեղ առևտուր չկա խանութները։ Մի կերպ են կան որ գազ է, լույս է, ջուր է, ընտանիքի երեխայի յոլակերտան թե չէ, ապրելու միջոցները շատ ծանր են։ Իսկ ջահելները ինչով են զբաղվում, գնում են արտագն աշխատանքի։ Արտագնաց երևի Երևանում մեծամասամբ կաշխատին, այդ կան արտագնաց չկան ձիգը թվա, չնայած մեր տնից չկա երտող, բայց ընձիգը թվա կան երտող չկա, քանի որ Երևան մարդիկ կաշխատին, շատ թե քիչ իրանց դռների վրա են կաշխատին։ Դե ինչ էր այ, եթե աշխատանք եղնի, խանութներն ամեն ինչ կա։ Հա։ Ամեն ինչ կա, բայց թանկություն է, մարդիկ հնարավորություն չունին ապրելու։